Երևի թե սկսենք։ Ողջունում եմ բոլորին, հարգելի մասնակիցներ, բանախոսներ, նրանք, ովքեր մեզ հետևում են on-line հարթակում։ Ողջունում եմ ձեզ եւ ուրախ եմ, որ ժամանակ եք գտել մեր քննարկմանը միանալու համար։ Այսօրվա մեր քննարկման թեման է պետության սխալները COVID-19-ի կանխարգելման գործում եւ դրա շուրջ առկա դավադրաբանությունները։ Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը, կարող ենք ենթադրել, որ համավարակի տարածման կանխարգելման գործընթացում տեղի են ունեցել թերացումներ եւ որոշակի սխալներ։ Այս քննարկման նպատակը չի գտնել մեղավորներին, այլ ավելի շուտ վերլուծել իրավիճակը եւ բարձրաձայնված խնդիրները կոնստրուկտիվ ձևով կիրառել մեր հետագա քայլերում համավարակի տարածումը վերջնական կանգնեցնելու ուղղությամբ։ Թերացումները կամ սխալները համակողմանի են իրականում եղել եւ դրանք չեն վերաբերում միայն հանրային քաղաքականության որևէ առանձին ոլորտին, ինչպիսին են առողջապահական կամ ոստիկանական համակարգերը, այլև ընդհանուր պետության եւ դրա սոցիալ-տնտեսական ողջ համակարգին եւ իհարկե նաեւ հայաստանյան հասարակությանը։ Այսօրվա մեր բանախոսներն են, այսօրվա մեր քննարկման հյուրերն են Հրանտ Միքայելյանը, քաղաքագետ, տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, Դավիթ Դադալյանը, հոգեբուժական հաստատությունների հասարակական դիտորդական խմբի քարտուղար եւ մասնագիտությամբ նաեւ բժիշկ, եւ Տիգրան Ամիրյանը, գրաքննադատ, մշակութային եւ սոցիալական նարատիվներ լաբորատորիա ՀԿ-ի հիմնադիր, ով երկար տարիներ ուսումնասիրում է դավադրաբանական տեսությունները։ Մեր հիմնական նպատակն է այսօր անդրադառնալ 3 հիմնական թեմաների եւ հասկանալ թե այդ թեմաներն ինչպես են փոխկապակցված։ Այդպիսով Հրանտը կներկայացնի այն պետության, այսինքն կառավարության կանխարգելման ողջ միջոցառումների հետ։ Դավիթը կանդրադառնա առողջապահական ոլորտի խնդիրներին եւ իմասնավորի փակ եւ կիսափակ հաստատություններում համավարակի կանխարգելման միջոցառումներին եւ դրանցում առկա թերացումներին, քանի որ այս թեման ընդհանրապես դուրս է մնացել մեդիա եւ այլ սոցիալական հարթակների քննարկումների դաշտից։ Եվ վերջապես Տիգրանը կամփոփի այս քննարկումը ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսային համաճարակին ուղեկցող ինֆոդեմիան, այսինքն դավադրաբանական տեսությունների զանգվածային տարածումը եւ դրանց թիրախակետերը։ Հետևաբար պետության կանխարգելիչ այդ ռազմավարության մեջ թույլ տրված սխալները նվազեցնելու նպատակով կարևոր ենք համարում բարձրաձայնել եւ վերլուծել պետության եւ ինստիտուցիոնալ թերացումների եւ տարբեր սոցիալական հարթակներից հնչող մանիպուլյատիվ տեքստերի միջև եղած փոխհարաբերությունը։ Այդպիսով on-line հարթակը հիմա կտրամադրեմ Հրանտին, բայց ընթացքում բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ հետևում են live stream-ով, այսինքն Facebook-ում, կարող են հարցերը ուղղել անմիջապես մեր միջոցառման հայտարարության տակ եւ վերջում մենք այդ հարցերը կհավաքենք եւ կուղենք արդեն մեր բանախոսներին։ Խնդրեմ Հրանտ ջան։ Ողջույն, բոլորին ողջույն եւ մասնակիցներին եւ դիտողներին եւ իհարկե Էվիային, շնորհակալություն այս ամեն ինչը կազմակերպելու համար, հույսով եմ, որ մի հետաքրքիր բան կկարողանամ ասել, համենայն դեպս ավելի շատ այն, ինչ բոլորդ գիտեք, գուցե ավելի կազմակերպված դասավորեմ, լսում ա, հա? Այո։ Եվ հիմա, քանի որ մեր ժամանակը շատ չի, արագ անցնեմ գործին։ Հիմա նախ կարճ նկարագրությունը մենք ինչ վիճակում ենք գտնվում։ Իմ կարծիքով, եթե մենք վերլուծենք վիճակագրական պատկերը այս վարակի տարածման, որը մենք ունենք առ այսօր, մենք կարող ենք ասել, որ մենք սկզբնական փուլում կարողացել ենք կազմակերպվել, հետո մայիսը շատ դժվար էր եւ մայիսի ընթացքում բազմաթիվ սխալներ են թույլ տվել եւ հունիսի ընթացքում մենք տեսնում ենք որոշակի արդեն բարելավում եւ ես այդ փուլերի մասին եւ դրանց պատճառների մասին շատ կարճ կխոսեմ։ Առաջինը
Նախ ինչու տարածվեց վարակը Հայաստանում շատ։ Չէ որ Հայաստանը համարվում է իզոլացված երկիր եւ շատ շփում չունի արտաշխարհի հետ։ Ստեղ մի կոնկրետ պատճառ կա։ Այդպես համընկավ, որ բացվեց չվերթը դեպի Միլան եւ քանի որ մենք գիտենք, որ համաշխարհային էպիկենտրոնը փետրվարի ընթացքում հանդիսացել է Միլանը եւ Բերգամո քաղաքը, որտեղ հենց այդ օդանավակայանը գտնվում է, հենց այդտեղից Հայաստանը ներմուծեց բազմաթիվ դեպքեր։ Մենք չկարողացանք դրանց ուրեմն իդենտիֆիկացնել սկզբնական փուլում եւ հենց այդ պատճառով շատ արագ տարածում տեղի ունեցավ, այսինքն այն թվերը, որը մենք ունենք պաշտոնական, դրանք ուշացումով են գալիս, դա մենք կարող ենք ենթադրել մահերի թվից եւ նրանց օրերից, որովհետեւ մենք Չինաստանից գիտենք, եւ նաեւ մարդկանց բուժվելու օրերից, որովհետեւ մենք գիտենք վարակի միջին տևողությունը, ուրեմն այդ շրջանը, երբ մարդը դեռ սիմպտոմներ չունի եւ այլն։ Այսինքն այդտեղից մենք կարող ենք մոտավորապես հասկանալ, թե ինչպես եւ երբ սկսեց տարածվել այդ ամեն ինչը եւ իհարկե ինչպես բոլոր մնացած երկրներում այն սկսեց տարածվել ավելի շուտ, քան դա գրանցվել։ Հիմա ինչու դա այդպես եղավ։ Առաջինը մենք կորցրեցինք սկզբնական փուլում բավականին մեծ ժամանակ։ Ես հետևում էի այդ վարակի տարածմանը Չինաստանում հունվարի 23-ից, երբ նրանք շատ խիստ կարանտին սահմանեցին Ուխան քաղաքում, եւ որ ճիշտ ասեմ, ես էլ նման ընկալման մեջ սխալներ ունեցա, ինչպես որ նաեւ իշխանությունները, նաեւ շատերը հասարակությունում, որ չարժի նման կոշտ միջոցների դիմել, որովհետեւ առանձնապես պատճառ չկա։ Չնայած վերջում հետո փետրվարի ընթացքում, հատկապես մարտի սկզբում, երբ Իտալիայում այդ ամեն ինչը տեղի ունեցավ, պարզ դարձավ, որ այդ խնդիրները կային։ Այսինքն, ստեղ ամենամեծ խնդիրը սկզբնական փուլում թերագնահատելն էր, եւ մենք ուշացանք գործողությունների մեջ, որովհետեւ հանձնաժողովը կառավարության կից ստեղծվեց հունվարի 30-ին, եւ մինչեւ մարտի կեսը, երբ արդեն արտակարգությունը հայտարարվեց, շատ քիչ բան էր արված եւ մենք այդ պրոտոկոլները, ամեն ինչը պետք էր, որպեսզի կանխարգելեինք, պատրաստի դեռ չունեինք։ Սա էր առաջին խնդիր։ Երկրորդ խնդիրը այն էր, որ մենք գնացինք, այսինքն կառավարությունը այդ ժամանակ չօգտագործելով նաև ամբողջությամբ պետական ռեսուրսը չկարողացավ օգտագործել։ Եվ եթե մենք ուշադրություն դարձնենք, թե որ մարմիններ էին աշխատում վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ, ապա հիմնականում դա եղել է վարչապետի աշխատակազմը, փոխվարչապետի աշխատակազմը, որը նաև որոշակի առումով վերածվեց պարետատանը, եւ ուրեմն առողջապահության նախարարություն եւ կից կառույցներ, բայց պետությունը ունի բազմաթիվ այլ կառույցներ, հատկապես անվտանգության խորհուրդ, որը միտված է որպեսզի կազմակերպի տարբեր պետական մարմինների աշխատանքը, եւ այստեղ մենք, քանի որ ոչ ամբողջությամբ, ոչ ամբողջ պետական ռեսուրսը ծառայեցրեցինք այդ պայքարին, ես ասում եմ զուտ կազմակերպչական ու կառավարման տեսանկյունից, գուցե բժշկական տեսանկյունից այդտեղ այլ կարծիքներ լինեն, բայց իմ կարծիքով բազմաթիվ այլ ոլորտների ռեսուրսները կարելի է ծառայեցնել այդ վարակի դեմ պայքարին, այդ թվում փորձագիտական, որովհետև եթե օրինակ data scientist-ները ներգրավվեին սկզբից, գուցե նրանք ինչ-որ բան կտեսնեին, որը կառավարությունը չի տեսել, եւ փոքրիկ, այսպես ասած, սադրանքի կարգով ասեմ, որ քանի որ բազմաթիվ տվյալները հոսել են եւ հիմնականում ադրբեջանական հակերների միջոցով մենք դրանք տեսանք նաև, որ տվյալների հավաքագրման որակը բավականին ցածր էր, այսինքն դրանց հիման վրա նաև խնդրահարույց էր որևէ եզրակացություն անել նաև նախարարության համար։ Եվ այստեղ մի խոսքով ոչ ամբողջությամբ ռեսուրսներ օգտագործվեցին։ Հաջորդը, որպեսզի շատ չխորանամ այստեղ, ուրեմն ներքին քաղաքականությունը եւ հասարակության կոնսոլիդացիան իմ կարծիքով շատ կարեւոր էր դա ապահովել, իսկ մեր մոտ ներքին քաղաքականությունը, լարված մթնոլորտը, հանրակրվեն եւ այդ ամեն ինչը միջկուսակցական պայքարը չի դադարել եւ սա եւս ստեղծում է միջավայր, երբ կան
դժգոհներ եւ կան առավել դժգոհներ, կա պայքար եւ կա ոչ ճիշտ ընկալում եւ նաեւ դա վերացվում է նաեւ քանի որ հիմնականում տեղեկատվությունը մատակարարում են քաղաքական մարմիններ, առողջապահության նախարար եւ վարչապետ, դա նաեւ քաղաքականացվում էր հանրային ընկալման մեջ եւ ի դեպ դրա նաեւ ուրեմն Պատճառը այնքան էր, որ շատ հաճախ նաև քաղաքականացված ելույթների մեջ մեջբերվում էին այդ թեզերը, այսինքն ճիշտ կլներ, եթե կառավարությունը այդ ոլորտը տար բժիշկներին, տար NCDC-ին, այսինքն այդ ազգային կենտրոնին, որը պետք է կանխարգելի այդ վարակի տարածումը, բարբերաբար իհարկե միջամտեին նաև նշված պետական գործիչներ, բայց ոչ մշտական։ Եվ բացի այդ, ուրեմն Հանրային կապերի տեսանկյունից բնակչության հետ կոմունիկացիան իմ կարծիքով թերացել էր, որովհետև բնակչությունը մի կողմից կառավարությունը ավելի շատ սկզբից ամենայն դեպս ապրիլի ընթացքում ավելի շատ սիգնալներ ընդունում հասարակությունից, քան տալիս էր։ Նախ դա տեղեկատվության պակասից էր, այսինքն չգիտեին ստույգ մեսեջ չկար, որը պետք է բնակչությանը հասցվեր, իսկ բնակչության կողմից կար այդ տրամադրվածություն, որ այ մենք ուրեմն չենք ուզում այդ տանը նստենք եւ այլ այդ ամեն ինչը, որի զուգահեռները կարող ենք 19-րդ դարում գտնենք խոլերային բունտ եզրույթի մեջ, որտեղ մարդիկ համոզված են, որ նրանց խաբում են, կամ նրանց միտումնավոր սպանում են, կամ ուղղակի նրանց ուզում են տանը նստացնեն, որ ինչ-որ մի բան անեն։ Հա, այդ դավադրության տեսությունների մասին իմ կարծիքով շատ ավելի լավ կներկայացվի գործընկերոջս կողմից, բացի այդ ուրեմն ոստիկանական համակարգը շատ չգործեց, որովհետև իմ կարծիքով, որովհետև ուղղակի ճիշտ ինստրուկցիա չուներ եւ կառավարությունը վախենում էր աջակցության կորստից եւ դրա համար չսկսեցին ստիպել բնակչության, որպեսզի նրանք կատարեն, իսկ քանի որ ուրեմն մարդկանց մոտիվացիայի մակարդակով չկար այդ որոշակիությունը, մարդիկ չգիտեն թե ինչի համար իրենք պետք է տան նստեն կամ մեծ մասը չէին հասկանում, ապա այդ ստիպելն էլ չաշխատեց ու վերջում կարանտին ինքնին տապալվեց ու ստացվեց ինչ, այսինքն տնտեսական կորուստները մենք ունեցանք, իսկ հանրային առողջության տեսանկյունից մենք այդ ձեռքբերումը չստացանք վերջին հաշվով եւ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ եւ հիմա շատ արագ հիմիկվա վիճակի մասին, հա նախ ասեմ, որ հիմա մենք հիմնականում տեսնում ենք, որ վարակի տարածման արագությունը դանդաղել է, ավելի ճիշտ այն կայունացել է եւ մենք պլատոյի վրա ենք։ Մենք պլատոյի վրա ենք մոտավորապես հունիսի 4-ից, չէ, 14-ից կներեք։ Այսինքն երկու շաբաթ մենք նույն մակարդակով ենք գտնվում ակտիվ վարակվածների թվով, իսկ ցավոք սրտի այն տնտեսաչափ հաշվարկները, որը ես սկզբում անում էի, մինչև վերջ իրանց ճշգրտությունը ցույց չտվեցին, եթե մենք հաշվի առնենք ավելի կանխատեսումներ մի ամսով առաջ, որովհետև նախ տվյալների որակը ցածր էր, երկրորդն էլ ընդհանրապես 30 օրով, այսինքն 30 կետով, այսպես ասած, կանխատեսելը իրականում դժվար է եւ ոչ միտեղ ոչ մեկի մոտ դեռ չի ստացվում, եւ բայց հիմա ինչ է ստացվում։ Մենք տեսնում ենք, որ վարակի տարածումը դանդաղել էր եւ մենք էքսպոնենցիալ աճ չունենք, այլ ունենք ուղղագծային աճ, որը շատ լավ միտում է, ինչ է դրան բերում, ինչ է նրան աջակցում եւ ինչ ձեռքբերումներ ունենք։ Նախ ինչքան ես հասկանում եմ, ստեղ եւս իմ կարծիքով գործընկերներս գուցե կուղեն, բայց մամուլում հրապարակումներ, որոնք հղվում են ուսումնասիրություններին, ցույց են տալիս, որ դիմակների կրելը շատ էապես դանդաղում է վարակի տարածում։ Սա մեկ եւ սա իմ կարծիքով հաստատ իր ներդրումը ունի, որովհետև եթե մենք ուսումնասիրենք միտումները օրերի կտրվածքով, ապա այդ դիմակների կրման պարտականությունը տվել է արդյունք եւ դա երևում է։ Դա 3 փուլով ա եղել, մայիսի 19-ին, հետո մայիսի 25-ին եւ հետո հունիսի 4-ին եւ հունիսի 4-ից բավական խիստ ռեժիմ ունենք, որը պահպանվում է։ Բացի այդ, կոմունիկացիան ավելի ինտենսիվիկացվել է։ Իհարկե այն ձևը, որ ճիշտ ասեմ, ինձ դուր չի գալիս, այսինքն կաների հրապարակումը եւ այլն, բայց ամենայն դեպս մեսիջը արդեն ստույգ էր,
հասցվել էր եւ իշխանությունները գիտեին ինչ են ասում, ինչի համար են ասում եւ այդքան ինտենսիվ տարածվեցին նրանց մեսեջը, որ տեղը հասավ, բնակչությունը սկսեց ընկալել, այսինքն ավելի շատ իրանց վարքագծի վրա սկսեց ազդել։ Երրորդ հանգամանքը դա ինչպես ես եւս գուցե բժիշկները ուրիշ կարծիք ունեն, բայց ես ինչքան հասկացա հրապարակումներից ամռան այդ վիճակը տաք եղանակը եւ լուսավորությունը դանդաղում է եւս վարակի տարածումը ոչ ամբողջությամբ, բայց եւս ինչ որ տոկոսով դանդաղում է, բացի այդ լայն տարածումը վարակի ցույց է տալիս բնակչության, որ դա ոչ միայն նորություններով է տարածում, այլ ոչ միայն, չգիտեմ, Իտալիայում է տեղի ունենում կամ Չինաստանում, այլ նաեւ Հայաստանում եւ արդեն այս պայծրությամբ շատերը ունեն իրանց բարեկամներ կամ ծանոթներ, ովքեր վարակվել են կամ նույնիսկ ցավոք սրտի մահացել են եւ այսպիսով շատ ավելի մարդիկ իրազեկված են այս առումով արդեն անձնական փորձը որոշակի առումով ձեռք բերելով եւ նաեւ մենք տեսնում ենք որ քանի որ միջին մահացության տարիքը նվազել էր սկզբից եղել է 71.5 տարեկան իսկ հիմա 69 տարեկան ապա ուրեմն մենք տեսնում ենք որ տարիքով մարդիկ ինքնամեկուսացվել են կամ իրանց մեկուսացրել են նրանց բարեկամները եւ այսպիսով մենք ստանում ենք պատկեր որ մահացությունը նվազում է եւ սա եւս դրական է եւ նաեւ դա նաեւ գալիս է կառավարության աշխատանքից որովհետեւ նրանք փորձել են բաժանել մարդկանց ոսկերը եւ իզոլացնել պոտենցիալ վտանգից տարիքով մարդկանց երևի այդքանը շնորհակալություն եթե որևէ հարց լինի հետագայում կպատասխանեմ Էվիա ջան չի լսվում Ներեցեք, շնորհակալ եմ Հրանտ ջան ամփոփ եւ բովանդակալից այդպես ներկայացնելու համար հիմնական թեզիս, այսինքն թեզիսային ներկայացնելու համար հիմնական թերացումները եւ նույնիսկ դրական կողմերը այդ բոլոր միջոցառումների։ Հիմա կլսենք Դավիթին արդեն բժշկական տեսանկյունից եւ նաեւ փակ ու կիսափակ հաստատությունների առումով կհասկանանք ինչպիսին է իրավիճակը երկրում։ Խնդրեմ Դավիթ ջան։ Բարև ձեզ։ Նախ շատ շնորհակալ եմ հանդիպման կազմակերպման համար Հիմնադրամի Երևանյան գրասենյակից։ Շնորհակալ եմ նաև բանախոսներին եւ նաև հեռարձակումից հետևողներին։ Իմ անունը Դավիթ է, ես ներկայացնում եմ հոգեբուժական հաստատությունների հասարակական դիտորդական խումբը։ Այո, մասնակցությամբ բժիշկ եմ, բայց հավանաբար, քանի որ այս քննարկումները եւս եղել են, թե ինչու ինֆեկցիոնիստ, համաճարակաբան եւ այլն, ցանկանում եմ այս մասով նաեւ նախապես տեղեկացնել, որ այն իմ մեկնաբանությունները եւ տեսակետները, որոնք կհնչեն ինձ մոտ, դրանք կարող են հնչել նաև իրավաբանի մշտադիտարկողի, այսինքն ես անդրադառնալու եմ պրակտիկ խնդիրներին, որոնց մենք բախվել ենք եւ տեսել ենք եւ արձանագրել ենք որպես հասարակական դիտորդական խումբ փակ հաստատություններում։ Ինչի է կարևոր փակ հաստատություններում, ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք փակ հաստատություններից եւ կիսափակ հաստատություններից, այստեղ ունենք մենք հատուկ ռեժիմային պայմաններում ապրող մարդիկ, ովքեր արդեն իսկ գտնվելով փակված կամ այլ ռեժիմային գոտում ունեն որոշակի խոցելիություն եւ այդ տարածքները, որոնք որ առանձնացված են, հանրային վերահսկողությունից ընդհանուր առմամբ դուրս են մնում։ Նույն եթե մենք կարողանում ենք հաճախ դիտարկել մեր շրջապատում տեղի ունեցող փոփոխությունները, անձիկ, նրանց վարքագիծը, դիմակ կրել, չկրել, հիվանդության զարգացումը, գիտահետազոտական զարգացումների ազդեցությունը կամ ընդհանրապես լայն հասարակությունը ինչպես է ընդունում դա, ունենում ենք մի պատկեր, երբ հաստատություններում իրենց ռեժիմային գոտի լինելով պայմանավորված ունենում ենք սահմանափակումներ վերահսկողության բացակայության կամ թույլ նվազդ վերահսկողության պատճառով եւ գաղտնիք չէ որ այս անձիկ ովքեր գտնվում են հաստատություններում նրանք մարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի են քանի որ այս էլի վերահսկողությունը եւ
մի քիչ ինստրումենտները նույն մարդու իրավունքների պաշտպանի հասարակական կազմակերպությունների դիտորդական խմբերի այցերից բացի այստեղ մենք ունենում ենք թե հասարակության լայն շերտերի հետ կապի պակաս։ Ինչ վերաբերում է մեր դիտորդական խմբին, ապա այն ձևավորվել է 2019 թվականին եւ նպատակ ունի կազմակերպություններում գտնվող անձանց բուժման, հսկողության, խնամքի տակ գտնվող անձանց իրավունքների եւ ազատությունների պահպանման հարցերով զբաղվել եւ այն նպատակ ունի մենք իրականացնում ենք մշտադիտարկումներ հոգեբուժական հաստատություններում, իրականացրել ենք մշտադիտարկման այցեր թե համավարակից մինչև համավարակը, նաև համավարակի ընթացքում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման ընթացքում իրականացրել ենք մշակել ենք հատուկ գործիքակազմ, որով որ ուսումնասիրել ենք հոգեբուժական հաստատությունները եւ նրանց արձագանքը այս համավարակի պայմաններին։ Եթե անդրադառնամ հոգեբուժական հաստատություններին, ապա պետք է հատկապես նշեմ, որ մենք ունենք ինստիտուցիոնալ մոդելը, քանի որ ծառայությունների զարգացման հետ միասին ամբողջ աշխարհում տարածվում են համայնքահենք ծառայությունները, որտեղ որ մարդիկ այս կամ այն թե խնամքի, թե հոգեկան առողջության խնդիր ունենալու դեպքում իրենց ծառայությունները ստանում են բնակավայրերին, որքան հնարավոր է մոտ կամ իրենց հենց բնակավայրերում։ Ինստիտուցիոնալ մոդելը, որը որ մենք շարունակել ենք սովետական միության ժամանակներից, ավելի շատ ուղղված է եղել նրանց միավորել մեկ տեղում բուժման եւ ոչ այնքան վերականգնողական process-ների վրա։ Այս այո, կարող եմ ասել նաեւ, որ այս ապա ինստիտուցիոնալացման քաղաքականությունը մեկնարկում է, այո, ես կարող եմ ասել նաեւ, որ ուշանում ենք, որը որ նաեւ այդ խնդիրներից մեկն է ներկայումս այն խնդիրների խորացման, որոնք որ մենք ունենք այսպիսի հաստատություններում, բայց մենք այստեղ ունենք համապարփակ սոցիալական աշխատողների, հոգեկան առողջության պահպանման ոլորտի այլ մասնագետների ներգրավվածության բացակայություն ընդհանուր, որպեսզի ոլորտը ավելի լավ պատկերացնենք, ընդհանուր հոգեկան առողջության ոլորտում։ Ինչ վերաբերում է նոր կորոնավիրուսային հիվանդությանը, ապա ազատությունից զրկված անձիկ հիվանդության բռնկման դեպքում շատ ավելի խոցելի են, քան բնակության մյուս մասը, քանի որ նրանք տևական ժամանակ ապրում են փակ տարածքներում եւ ապրում են միասին։ Ավելին նաև այն, որ այս անձիկ գտնում են միասին մեկ վայրում փակված, դա նաև կարող է հանդիսանալ վարակի լրացուցիչ աղբյուր, ինչպես ներսում վարակի տարածման, այնպես էլ այս հաստատություններից դեպի դուրս վարակի տարածման համար, եւ երկարատև խնամքի հաստատություններում COVID-19-ի վարակին դիմակայելը բավականին մեծ մարտահրավեր է ինքն իրենով եւ պահանջում է ոչ միայն կառավարության, այլև ողջ հասարակության ուժերի համախմբում եւ միասնական մոտեցում, քանի որ եթե մենք առանձնացնում ենք հաստատությունները իրենց ռեժիմային բնույթով, այսինքն եթե փակ են կամ կիսափակ են, ապա բայց եթե մենք ունենում ենք հասարակությունում լայն տարածում հասարակության շրջանում վարակի, ապա դա նաև ինքնըստինքյան մեծացնում է վարակի ներթափանցման ռիսկը հաստատություն եւ նմանատիպ հաստատություններում համավարակի դեմ պայքարը էական ջանքերը որևէ արդյունք չեն տա, եթե կանխարգելումը եւ վերահսկողության միջոցառումները զուգահեռաբար չիրականացվեն։ Դա վերաբերում է թե թեստավորմանը, թե բուժման նամքին եւ ընդհանրապես փակ հաստատություններում գտնվող անձիկ, քանի որ արդեն իսկ զրկված են իրենց ազատությունից, կարող են նաեւ տարբեր կերպ արձագանքել իրենց նկատմամբ կիրառվող լրացուցիչ սահմանափակումներին եւ սա նույնպես կարող է դժվարացնել համավարակի դեմ պայքարը եւ կանխարգելումը թե վիրուսի ներթափանցման, թե ներսում տարածման համար։ Ինչպես արդեն նշեցի, մեծ թվով անձիկ ունենք մեկ տարածքում եւ մենք նույն մեր երկարատև խնամքի հաստատություններում եւ հոգեբուժական հաստատություններում բազմիցս արձանագրվել է այս խնդիրը, որ ինստիտուցիոնալ այս մոդելում մենք ունենք գերծանրաբեռնված կառույցներ, մենք ունենք սենյակներում, մենք ունենք հոգեբուժական հաստատություններ, որտեղ սենյակում 12 հոգի կիսում է մեկ սենյակ, եւ այսպես կարող ենք ասել, որ այս դեպքում մենք եթե նրանցից մեկը ունենա վարակված լինի կորոնավիրուսային հիվանդությամբ, մնացածի հետ նրա երկարատև շփումը բավականին բարձր ռիսկի գոտի է բերում մյուսներին եւ վարակման հավանականությունն է մեծանում։ Ինչպես նաև այստեղ կարևոր ուշադրություն պետք է դարձնենք նաև հաստատությունում աշխատող անձանց,
Նրանք այն անձիկ են, ովքեր որ դուրս են գալիս են իրենց հերթափոխում են աշխատում եւ գնում են դուրս, շփվում են իրենց հարազատների հետ, ընտանիքի անդամների հետ եւ նորից վերադառնում են աշխատանքի։ Եվ բացի այդ հատկապես տարեցների խնամքի հաստատություններում, նաև մեր հոգեբուժական հաստատություններում խնամյալները հիմնականում հաճախ ունենում են քրոնիկական հիվանդություններ եւ դրանով պայմանավորված արդեն իսկ կարիք են ունենում հաճախ շփվելու հիվանդանոցային օղակի հետ, այսինքն ոչ միայն խնամքի ստացման կամ հոգեբուժական հաստատություն կամ այլ հաստատություններում, ապա նրանք այնտեղ խնամքի մասով, ապա կարիք է լինում նաև այդ անձանց բավականին հաճախ, որոշ դեպքերում հաճախ տեղափոխել հիվանդանոցային օղակ։ Եվ այստեղ, երբ որ մենք ունենում ենք գերծանրաբեռնված հիվանդանոցներ, ունենում ենք հիվանդանոցային, օրինակ ներհիվանդանոցային վարակման դեպքեր եւ այլն, սա էլի բավականին մեծացնում է վարակի ներթափանցման ռիսկը դեպի հաստատություն։ Խնդիրներ, որոնք միշտ արձանագրվել են եւ ներկայումս ավելի սրացնում են իրավիճակը, դա նաեւ պայմանավորված է անձնակազմի հետ։ Եթե թվերով նայենք, մենք նույն հոգեբուժական հաստատություններում կամ այլ հաստատություններում ունենք անձնակազմի անբավարար քանակ ընթացիկ աշխատանքներում նույնպես։ Եվ եթե գալիս է մի իրավիճակ, երբ ունենում ենք վարակված կամ մեկուսացված աշխատակիցներ հաստատությունների, ապա այս անձանց մեկուսացումը եւ իրենց աշխատանքի չներկայանալը նաեւ բուժօգնության եւ խնամքի որակի վրա էականորեն ազդեցություն է ունենում, որը որ նաեւ չենք կարող բացառել, որտեղ մենք ունեցել ենք հոգեբուժական հաստատություններ եւ խնամքի հաստատություններում նմանատիպ դեպքեր, երբ բուժապատողներին, այսինքն ստիպված են եղել մեկուսանալ եւ այդ պատճառով ստիպված են եղել լրացուցիչ աշխատուժի ներգրավել այդ աշխատանքներում, որն էլ որ բնականաբար ավելի բարդացնում է թե կազմակերպչական առումով աշխատանքը, թե հենց բուն խնամքի մասով։ Եվ հաստատությունների գերծանրաբեռնվածության մասին, ինչպես արդեն խոսեցի, նաև այս դեպքում հատկապես կարևորվում է եւ հատկապես կարևորում է արձանագրել այն փաստը, որ այստեղ հաստատության ներսում մենք կուտակումներ չունենալու, այսպես ասած ֆիզիկական, սոցիալական հեռավորության պահպանման լուրջ խնդիր ունենք, թե սենյակների ներսում, թե օրինակ նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի ժամանակ, երբ մարդիկ էլի ստիպված են լինում միասին նույն տարածքում մեծ թվով մարդիկ ճաշելու։ Նաև սննդի հետ կապված արձանագրված խնդիրներ կան պայմանավորված նաև նրանով, թե ինչպես է կազմակերպությունը կազմակերպում սննդի մատուցումը հաստատությունում, այսինքն ունենք մենք հաստատություններ, որտեղ որ սնունդը պատրաստվում է տեղում, բայց ունենք հաստատություններ, որտեղ որ սնունդը պատվիրակված է մասնավոր ընկերություններին եւ նրանք են տակարարում։ Այստեղ առաջանում է նաև մեկ այլ խնդիր հասկանալու համար, թե օրինակ նմանատիպ ընկերությունների վերահսկողության խնդիրն է առաջանում, հասկանալու համար հիգիենայի կանոնների պահպանման, ինչպես նաև այդ միանգամյա օգտագործման սպասքի մասով եւ բաշխման մասով եւ հոգեբուժական կամ այլ հաստատություններում հենց բաշխող անձնակազմի բավարար իրազեկվածության մասով, թե վիրուսի տարածման, հնարավոր ուղիների եւ այլ կարևոր տեղեկատվության, որը որ կօգնի կանխարգելել վիրուսի տարածումը, ներթափանցումը եւ տարածումը հաստատություն։ Բացի ուղեկցող հիվանդություններից, նաև մենք ունենում ենք վնասակար սովորությունների հաստատություններում ունենում ենք արձանագրվել են դեպքեր նույն օրինակ ծխելու հետ կապված, հիգիենայի կանոնների պահպանման հետ կապված, թույլ իմունային համակարգը, սննդին ինչու հատուկ շեշտադրություն կատարեցի, որովհետև ստրեսի եւ ոչ լիարժեք սնուցման պայմաններում էլի սրանք նույնպես խորացնում են ընդհանրապես վարակիչ հիվանդություններով վարակվելու ռիսկը։ Եվ այս դեպքում հանրային առողջապահական միջոցառումներ իրականացնելու ժամանակ պետք է հաշվի առնել եւ բացառել որևէ տեսակի խտրականությունը եւ քանի որ այս դեպքում էլի պետք է շեշտեմ, որ բանտերում, նույն հոգեբուժական հաստատություններում, բանտերում կամ խնամքի հաստատություններում խոցելիությունը մի քանի անգամ մեծանում է եւ պատասխանատու մարմինները նաեւ պետք է հարգեն այս անձանց արտաքին աշխարհի հետ կապի մեջ լինելու իրավունքը, որովհետև եթե մենք ունենում ենք սահմանափակումներ այցելությունների, հանձնուկների ստացման մասով, պետք է նաև ապահովեն այն երաշխիքները, որ այս անձիկ կարողանան տեղեկատվական հաղորդակցության միջոցների կիրառման միջոցով հաղորդակցվել իրենց ընտանիքի անդամների եւ հարազատների հետ եւ այս հարցերը մենք բազմիցս քննարկել ենք, այս հարցերը մենք
նույն առողջապահության նախարարության հետ քննարկում ենք այդ առումով բավականին լավ համագործակցություն ենք ձևավորած, քանի որ մեր դիտորդական խմբի հաշվետվությունները բարբերաբար ուղարկում ենք համապատասխան մարմիններ եւ նաեւ տեսնում ենք, որ մի շարք խնդիրներ արդենից լուծվում են։ Ընդհանուր առմամբ այս հաստատություններում կարևոր է այո պետք է հասկանանք նաև որ վիրուսի դեմ պայքարի միասնական մոտեցում շատ բարդ է գտնել նոր վիրուսների դեպքում, որոնք նախկինում չեն եղել եւ բավականաչափ ուսումնասիրված չեն, ինչպես նաեւ կանխարգելիչ միջոցառումների հետ կապված եւ նաեւ փոփոխվող այս նույն դիմակ կրել չկրելը պետք է հասկանանք նաեւ որ այս ամեն ինչը բժշկագիտության զարգացման հետ համատեղ գնացող է եւ եթե փոխում են մոտեցումները նաեւ պետք է փոխվեն այս հաստատություններում գիրապման եւ պահպանման կարեւորությունը Առանձին դեպքերում մի շարք խնդիրներ արձանագրվել են արդեն դիտորդական խմբերի այցերի ժամանակ մենք այդ ամեն ինչը համապարփակ հաշվետվության միջոցով կտարածենք նաեւ լայն շրջանակներում եւ մամուլի հետ եւ կազմակերպությունների հետ ովքեր որ հետաքրքրված են բայց նաեւ ուզում եմ այս ամեն ինչը ամփոփելով նշել, որ հաստատություններում ունենք շատ լավ օրինակներ եւ հաստատությունները բարակի տարածման եւ վերահսկման լավ գործիքներ են կիրառում կանխելու համար, սակայն ելի եմ ասում այլ երկրների փորձը Շվեդիայի, ԱՄՆ-ի կամ եվրոպական այլ երկրների, հատկապես երկարատև խնամքի հաստատությունների դեպքում մենք ունեցել են այնտեղ մահերի մեծ քանակություն, որը որ կարողացել ենք նաև կանխել մեզ մոտ այսպիսի խիստ օրինակ նույն աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության հիմնարկներում փետրվար ամսից արդեն սահմանափակվել են խնամյալների տեղաշարժերը, ինչպես նաև այս հանձնուկների ստացումը եւ շփումը արտաքին աշխարհի հետ, ընդհանուր ամփոփելով ցանկանում եմ նաև ասել, որ կարևոր է, որ հաշվի առնենք նույն հաշմանդամություն ունեցող անձանց եւ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց եւ այս հաստատությունների այս ինստիտուցիոնալ մոդելի եւ մեծ հաստատությունների աշխատանքը թե ինչպես է խանգարում նմանատիպ իրավիճակներում, այսինքն բացի այն որ անձիկ ստիպված են լինում իրենց համայնքներից եւ ընտանիքներից կտրվել, եւս նմանատիպ իրավիճակներում բավականին բարդացնում է պայքարը, եթե մենք ունենում ենք նաեւ այսպիսի թե մեծ, թե փոքր կարող են լինել այս դեպքում ունենք կորոնավիրուս, կարող է 11 տարի հետո եւ այլ ժամանակահատվածում ունենանք այլ բռնկումներ, այս մոդելները բավականին դժվարեցնում են թե կազմակերպչական առումով, թե բժշկական առումով այս ամենը կանխարգելելը եւ ապա ինստիտուցիոնալացումը բավականին լավ ազդեցություն կունենա ոչ միայն ծառայությունների բաշխման, ծառայությունների ավելի լայն ծառայությունների ընդգրկման հետ կապված, այնպես էլ նմանատիպ իրավիճակներում, եթե նմանատիպ իրավիճակները ցավոք սրտի չեն կարող բացառել, բայց կարողանանք ավելի ճիշտ արձագանքել, եթե ստիպված լինենք էլի բախվել այսպիսի իրավիճակների հետ։ Այսքան է, ես էլի բաներ ունեի պատրաստած, որոնց ցանկանում եմ անպայման կիսվել, բայց եթե հարց ու պատասխան լինի, սիրով կպատասխանեմ նաև հարցերին։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, իրականում ես արդեն եւ ձեզ ունեմ հարցեր եւ Հրանտին, բայց նաեւ ես հետեւող աուդիտորիա եւս արդեն հարցեր են հնչում, ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել այն մարդկանց համար, ովքեր ավելի ուշ են մեզ միացել, որ հարցերը կարող եք ուղղել Facebook-յան մեր լայն հեռարձակման ներքևի հատվածում եւ հիմա հարթակը հանձնեմ Տիգրանին, մի քիչ այսպես խոսենք դավադրաբանությունների մասին, այս բոլոր սխալներից իրականում տվող դավադրաբանությունների մասին։ Խնդրեմ Տիգրան։ Ողջույն, շնորհակալություն։ Իրական ես էլ նայեցի մեկնաբանությունները ու մեզ հետևում են արդեն մի խումբ մասնագետներ, ովքեր զբաղվում են դավադրական տեսություններով այս ամբողջ համաճարակի ընթացքում։ Ուրեմն ինչ հենց բուն դավադրությունների մասին ու դավադրական տեսությունների մասին կարելի ասել, որ ամբողջ այս հետխորհրդային տարիների ընթացքում նման դիսկուրսները միշտ ներկա են եղել համ քաղաքական կյանքում, համ սոցիոմշակութային կյանքում հայաստանյան, բայց երևի առաջին անգամ հնչեց այդ բառը, հա, դավադրությունների մասին խոսքը բարձր ամբիոնից ազգային ժողովում, երբ եթե չեմ սխալվում մայիսի 19-ին էր այդ ելույթը,
ազգային ժողովում հնչեց այդ բառը եւ իմ քայլի խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ասաց, որ կա տենց նման վտանգ եւ դա հենց խանգարում է այդ process-ին կանխարգելման վիրուսի ու ընդհանրապես համաճարակը ավելի է սրացնում եւ բարդացնում է թե կառավարության աշխատանքը, թե առողջապահության աշխատանքը, բացի դրանից եւս երկու անգամ ես ֆիքսել եմ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետը իր ելույթներում առաջին անգամ լայվում անդրադարձավ այս խնդրին, որ կան դավադրական տեսություններ եւ դրանք նույնպես խանգարում են աշխատանքին իշխանությունների երկրորդ անգամ դա այդպես կոչված այդ ճեպազրույցներն են, թե հարց-պատասխան ֆորմատով, երբ վարչապետին հարցրեցին այն տարածվելու մասին ինֆորմացիայի, որ մարդկանց գումարներ են իբր առաջարկում, որպեսզի որ գրանցեն բարեկամներին մահացած կորոնավիրուսից մահացած մարդկանց ցանկում։ Այս ամենը նշանակում է, որ իշխանությունները իրոք անհանգստացած են այս ինֆոդեմիայով եւ նորից անդրադառնալով Զոլյանի խոսքին, ասեմ, որ ինքը հենց նշում է, որ սրանք ինչ որ արտ երկրներից եկած երևույթներ են ու դա մեզ համար հետազոտողների համար նույնպես հետաքրքրություն է առաջացնում, որ իրոք վարակի հետ միասին գալիս են այդ fake news-երը եւ տարբեր դավադրությունները, դավադրական տեսությունները, որ տարածվում են արդեն Հայաստանում ու նրանք ընդհանրապես եթե կարճ ասեմ դավադրական տեսությունների մասին նրանք միշտ մասնագետների կողմից բաժանվում են երկու ձևի, երկու տեսակի, հա, դրանք գլոբալ մշտական գործող տեսություններն են, սիստեմատիկ այդպես կոչված եւ լոկալ ընթացիկ։ Հայաստանյան դեպքում մենք տեսնում ենք, թե ոնց են գլոբալ դավադրությունների միֆերը գալիս Հայաստան, ընդհանրապես տարածաշրջան, որտեղից հետևում է Վրաստանում շատ նման process-ներ են լինում, բայց ավելի կարճատև մեդիաներում եւ հետաքրքիր է թե ոնց են նրանք տեղայնացվում այդպես ասած, եւ կապվում արդեն գոյություն ունեցող պետությունում, հա, մեդիադաշտում գոյություն ունեցող ուրիշ դավադրական տեսությունների։ Շատ վառ օրինակ էր կորոնավիրուսի թեման, երբ դավադրապաշտները սկսեցին հոլովակներ պատրաստել, տեքստեր գրել եւ անդադ խոսել նրա մասին, որ սա չիպավորման ինչ որ գործընթացի սկիզբն է եւ այս ամենը արվում է նրա համար, որ վերջում բոլորին պատվաստեն եւ չիպավորեն, այսինքն ու միանգամից կապ էր հաստատվում արդեն գոյություն ունեցող նախորդ, պես ասած, դավադրությունների հետ, եթե հիշում եք պապիլոմավիրուսի պատվաստման մասին նույն թեմաներ ու նույն կարելի ասել ագենտները, հա, աչական կամ աչական ուժերը, որ խոսում են դրա մասին, անդադ պատվաստումը բերում են իբր մի ձև պետության կողմից ստրկացնելու, ավելի լավ հետևելու եւ այլն մարդկանց։ Եվ այս տարբեր դավադրությունները միանգամից կապեր են դասություններ են, որովհետև միշտ այդ նման դիսկուրսները ամեն ինչն են կապում, իրենց յուրահատկությունը հենց դա է, որ 30 րոպեանոց հոլովակի մեջ իրենք կարողանում են կապել բոլոր թեմաները, սկսում են կորոնավիրուսից, կապում են դա LGBT մարդկանց ինչ որ դավադրության հետ, հետո կապում են Սորոսի ֆոնդի հետ եւ այլն, այսինքն 30 րոպեի ընթացքում իրենք պատմում են ամբողջ իրավիճակը երկրում եւ դա հենց բացատրում են իբրև այդպես մեծ դավադրական ինչ որ միտք գոյություն ունեցող։ Բացի դրանից հետաքրքիր է, եթե խոսենք այդ դիսկուրսի կառուցվածքի մասին, թե ոնց է ներկայացվում, դա շատ կարևոր է, ոնց է մատուցվում միշտ դավադրական տեսությունը, դավադրաբանությունը միշտ սկսվում է ինչ որ հարատեքստուալությունից, այսինքն միշտ գոյություն ունեն այդպես արբանյակներ, հա, որոնք ստեղծում են այդպես ասած գիտական կամ մասնագիտական հիմքերը եւ այդ իլյուզիաները, որ խոսում է մեր արչեւ մասնագետը եւ ինքը ներկայացնել է այս մասնագիտական ինչ որ տեղեկատվություն,
Եվ եթե նկատել եք բոլոր այդ հոլովակները եւ տեքստերը միշտ սկսում են նրանից, որ խոսնակները ներկայանում են ու երկար պատմում են, որ իրանք ունեն կապ բժշկության հետ կամ դրանք միշտ դոկտորներ են, բժիշկներ են կամ իրավաբաններ են։ Մի կողմից դա շատ այնց դասական ձև է նման դիսկուրսները կառուցելու, մյուս կողմից դա այնց կապ ունի նրա հետ, թե ինչ էր կատարվում մեր այդպես ասած լեգիտիմ մեդիա դաշտում եւ իշխանությունների կողմից ինչ էր արվում։ Հրանտը արդեն շատ ճիշտ նշեց, որ հիմնական խնդիրներից մեկը նա էր, որ միշտ խոսում էին իշխանությունները, թե վիճակագրություններ ներկայացնում, թե ընդհանուր վիրուսներին փոփոխություն եւ համաճարակը բնութագրել, միշտ խոսում էին քաղաքական գործիչները, սկզբից դա, եթե չեմ սխալվում, վարչապետն էր ներկայացնում այդ ինֆորմացիան, հետո սկսեց առողջապահության նախարարը ելույթներ ունենալ ամեն օր ներկայացնելով նոր իրավիճակները ու փոփոխությունները ու իհարկե ծայրահեղ աչականները անմիջապես միանգամից սկսում են օգտագործել դա իբրև քաղաքական դիսկուրս եւ հակադրվում են իշխանությանը, բայց ընթացքում տուժում են մեծ զանգվածներ մարդկանց, էլի, այսինքն մարդիկ սկսում են տարբեր ինֆորմացիաներ ստանալ եւ ստացվում է այդպես ասած շեղում ու ճգնաժամ է ստեղծում մեդիա դաշտում։ Դա առաջի խնդիրն է, որ ես ուզում եմ անպայման նշել, այսինքն ով է ներկայացնում համաճարակը, հա, չեն խոսում մասնագետներ եւ հենց այդ պատճառով այդ ճեղքվածքները լցվում են այլ հակագիտական տեսություններով։ Եվ երկրորդ կարևոր կետը, որ ես կուզեի նշեի, դա ինֆորմացիայի հետ կապ ունեցող թեման է, իհարկե մենք բոլորս գիտենք, ես հիմա չեմ ուզում անդրադառնալ 5G, չիպավորում եւ այլ թեմաները, որ տարածված են, դրանք գլոբալ թեմաներ են, բայց հետաքրքիր է այս դեպքում այդ 5G-ի թեման ոնց է տեղային դառնում եւ ոնց են օգտագործում մաճական խմբերը այդ թեման ու ոնց է այդ թեման սրվում, երբ որ կառավարությունը առաջարկում է նոր սարքեր, նոր ծրագիր, հավելվածներ հեռախոսների, սմարթֆոնների համար, որ այդ ծրագրերը, նման ծրագրերը արդեն գործել են տարբեր ուրիշ երկրներում, մեծ բերում են օրինակներ, բայց վերջի վերջո, երբ մենք ընդհանրապես մարդիկ հարցադրում են անում, թե ովքեր են զբաղվելու այդ ծրագիրը պատրաստելով, մենք պատասխան չենք ստանում։ Պատասխան չենք ստանում թե ազգային ժողովի քննարկման ժամանակ, թե հետագայում, երբ քաղաքացիական ներկայացուցիչները անընդհատ ուղարկում են տարբեր հարցումներ կառավարությանը եւ անընդհատ այդ հարցումները մնում են առանց հստակ պատասխանների, թե ում են հանձնելու մարդկանց անձնական տվյալները, ովքեր են օգտագործելու, այսինքն միշտ ասում եմ, որ դա արվելու է անվճար, ինչ որ անհայտ խմբի կողմից ծրագիր է պատրաստվելու։ Իհարկե դա առաջացնում է անհանգստություններ, զանգվածային անհանգստություններ, քաղաքացիական անհանգստություններն առաջանում եւ առաջի հերթին դա տալիս է եւս մեկ ճեղքված եւ բաց տեղ գիտելիքների եւ իմացության, հա, ընդհանրապես, որը լցվում է միանգամից դավադրական տեսություններով։ Ու հենց այդ ոչ թափանցիկ քաղաքականությունը բերում է նրան, որ հենց հակաիշխանական դավադրությունները սկսում են ավելի ուժեղ գործել։ Այս կարևոր կետերը իրականում ես արդեն Open Democracy-ում ավելի մանրամասն գրել եմ հոդվածը եւ հոդվածում նշել եմ տարբեր դավադրական տեսություններ, որոնք գործում են հենց կորոնավիրուսի հետ կապված եւ որոնք գործում են համաճարակի ֆոնին, հա, այսինքն այս ընթացքում, երբ որ ընդհանրապես ստացվում է սոցիոմշակութային այդ ճգնաժամն է առաջանում, այսքանը, եթե լինեն հարցեր, ավելի մանրամասն եմ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Տիգրան ջան, եւ բոլորիցս եմ շնորհակալ։ Հիմա երևի թե ընթերցեմ հարցերը,
որոնք որ ուղղված են մեր live stream-ի տակ, ինչպես նաև ուղղեմ իմ հարցերը, մինչև գուցե ընթացքում դեռ հարցեր ավելանան։ Ուրեմն նշեմ, որ Գայանե Շագոյանը մարդաբան հարց է ուղղում Հրանտին, Պլատոյի պարագայում ինչ անհրաժեշտ քայլեր են հարկավոր, որպեսզի այն երկար չտևի, թե այդ ընթացքի վրա ազդելը անհնարին է։ Ուզում եք դուք կարող եք անմիջապես պատասխանել կամ ես ընթերցեմ բոլոր հարցերը ուղղված բոլոր մեր բանախոսներին եւ արդեն հերթականությամբ կպատասխանեք։ Ուրեմն երկրորդ հարցը Մարիամ Բաղդասարյանն է ուղղում, ավելի շուտ դա եւ մեկնաբանություն է եւ իր մեջ հարց է պարունակում։ Երևի սխալներից մեկն էլ առողջապահության համաշխարհային կոմիտեի ուղեցույցներին կուրորեն հետևելն էր առանց հաշվի առնելու տեղական ազգային առանձնահատկությունները, կարգապահության ցածր մակարդակը, նաև թեստավորման փոքր ծավալներն են մինչև այսօր մտահոգիչ։ Հետաքրքիր կլիներ փորձագետների կարծիքը։ Մյուս հարցերը, նաև ես ունեմ հարցեր, կուզեմ յուրաքանչյուր բանախոսի ուղղել, ուրեմն առաջին հարցս ուղղված է Տիգրանին, արդյոք քո նշած տեխնոլոգիաների մեջ կան տիպիկ հայկական դավադրաբանություններ, որոնք ոչ թե ներմուծված են դրսից եւ ադապտացված մեզ մոտ, այլ ստեղծվել են հենց տեղում։ Երկրորդ հարցս Դավիթին եմ ուղղում, դու խոսեցիր հիմնականում հոգեբուժական հաստատությունների մասին, բայց որքանով որ ես տեղյակ եմ, դուք նաև մոնիթորինգ եք արել բանտերում, եւ ես կուզեի իմանալ ինչ թվերի մասին է խոսքը եւ վարակվածության ինչպիսի մակարդակ է այնտեղ, ինչպես նաև կուզեի իմանալ արդյոք գոյություն ունեն միջազգայինորեն ընդունված եւ Հայաստանի կողմից վավերացված ստանդարտներ փակ եւ կիսափակ հաստատություններում համավարակի կանխարգելման միջոցառումների առումով, թե Հայաստանը ինքն է նման փակ եւ կիսափակ հաստատությունների համար սահմանում իր գործելավոճը։ Եվ մի հարց էլ Հրանտին եմ ուզում ուղղել, գուցե մի քիչ այդպես սադրիչ հարց է։ Դուք ասացիք, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել հիմնականում ադրբեջանական հաքերների միջոցով։ Այս թեման իրականում բավականին ակտուալ է հիմա եւ նոր դավադրաբանական տեսությունների տարածման համար, քանի որ մարդկանց մոտ հարց է առաջանում, իրենց ինչին է պետք մեր հիվանդների մասին ինֆորմացիան, այդպես երևի թե ինձ թվում է նույն հերթականությամբ, ինչ հերթականությամբ, որ զեկուցել եք, կարող եք երևի թե պատասխանել հարցերին։ Շնորհակալ եմ։ Դե ուրեմն ես կսկսեմ։ Նախ Գայանեի հարցին փորձեմ պատասխանել, ըստ հրապարակված ուսումնասիրությունների մեծ հաշվով, որպեսզի Պլատոյից դուրս գանք, մենք պետք է շարունակենք նույն բանը անել, որովհետև այն ինչ ցույց են տալիս ուսումնասիրություններ, փաստորեն փակ տարածքներում, որտեղ շատ մարդ է հավաքվում, կամ ստադիոններում, կամ նման միջոցառումներում շատ է տարածում եւ տարածման հիմնական մասը հենց այդտեղ է տեղի ունենում։ Դա մեր մոտ հիմա արգելված է եւ երևի թե դա ազդում։ Երկրորդը մենք պետք է բացի այդ ամեն ինչից մենք պետք է աշխատենք, որպեսզի արդյունավետ մի կողմից կարողանանք մեկուսացնենք տարիքով մարդկանց, մյուս կողմից, որպեսզի նրանց կենսական պայմաններին եւ առողջությանը այնուամենայնիվ վնաս չտանք, որպեսզի, այսպես ասած, չբանտարկենք։ Եվ սա է իմ կարծիքով ամենակարևորը, եւ երրորդը ընդհանրապես ել ավելի շատ մարդկանց իրազեկենք, ախտահանենք եւ այլն, դե հիմնական գործողություններ իմ կարծիքով դա գուցե ավելի ուրիշ պատասխաններ լինեն թեկուզ Դավիթի կողմից,
չգիտեմ, իմ գնահատականը այդպիսին է։ Ինչ վերաբերվում է ամենայն դեպս այս պայծրությամբ կարանտին ընդունել այլևս ուշ է իմ կարծիքով, հա։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ապա թեստավորման քիչ քանակը ես որ ճիշտ ասեմ, սխալ չեմ համարում եւ ասեմ ինչու, ես ինչքան հասկացա, Հայաստանում համակարգի ծավալը այդքան հնարավորությունները, այդքանի հնարավորություն են տալիս եւ ուղղակի ավելի շատ չի ստացվում։ Այսպիսով սխալ էր թույլ տալ, որպեսզի վիրուսը այդքան շատ տարածվի, թե չէ, ասենք, չգիտեմ, Հարավային Կորեայի պես մենք 50-100 հազար տեստ օրական չենք կարող անել։ Չնայած որ գուցե կանգնեցնելու համար այդ ամեն ինչը գուցե այդքան էլ պետք է։ Եվ ինչ վերաբերում է առողջապահության համար աշխարհային կազմակերպության հետևությունների, ես համոզված չեմ, որ մենք ամբողջությամբ դրանց հետևել ենք, էլի, այսպես ասած, շատ չեմ խորանա։ Հիմա տեղեկատվության արտահոսքին ինչու է ադրբեջանցիներին պետք, ես կարամ միայն վարկած ասեմ, որովհետև ես չգիտեմ, բայց ամենատրամաբանականը այն է, որ վերջերս մենք տեսնում ենք հետևյալը, իրանք Եվս ֆեյքեր ունեն մեր տեղեկատվական դաշտում եւ այդ ֆեյքերը սկսեցին ակտիվորեն երկկողմանի գործել։ Եվ իրանք ուզում են, որպեսզի ության նկատմամբ անվստահություն առաջացնեն, որպեսզի հասարակության մեջ լարվածության եւ անպաշտպանության զգացողություն առաջացնեն եւ դա ավելի ապակայունացնելու է եւ ապա այսպես ցունից է հանելու Հայաստան ամենատրամաբանականը դա է, բայց գուցե այդտեղ ուրիշ պատճառներ կան, այդտեղ ես ամբողջությամբ համոզված չեմ կարող լինել։ Շնորհակալություն այդքան։ Շնորհակալ եմ այդպես շատ հետաքրքիր պատասխանների համար, Դավիթ ջան, ձեր հարցերի։ Ես քրեակատավական հաստատությունների դիտորդական խմբում ներգրաված չեմ, բայց տեղապետում եմ հանրային այն տեղեկատվությանը, որը որ հանրային հրապարակվել է մինչ այս, բայց քրեակատավական հաստատություններում առկա է մեխանիզմները ձևավորված են, եթե չեմ սխալվում այս պահի դրությամբ հանրային գնացած տեղեկատվության մասով եղել են մի քանի դեպքեր աշխատակիցների մոտ քրեակատավական հիմնարկների, ովքեր նաև մեկուսացվել են եւ նաև ինչպես հասկացել եմ, այսինքն այդ ընթացքում շփման շրջանակն է արագ պարզվել, մեկուսացվել են, բայց կոշ քրեաշրջանակ կոմպետենտ չեմ համարում այս հարցին պատասխանելու համար հենց քրեակատավական հիմնարկների մասով, բայց pmg.am կայքում քրեակատավական հիմնարկների դիտորդական խմբի կայքն է, այնտեղ գիտեմ, որ նաև դիտորդական խումբը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ, հետազոտություններ, ուսումնասիրություններ նաև տարվում են։ Ինչ վերաբերվում է առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հետևել թե չհետևելուն, կարծում եմ մենք չհետևելու այլընտրանք չենք կարող ունենալ, քանի որ հիվանդությունը, ինչպես ասում եմ, ինքը նոր է, ինքը քիչ ուսումնասիրված է եւ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այդպես ասած, միավորում է բոլոր այն տեղեկատվությունը, ուսումնասիրությունները, հետազոտությունները, որոնք որ իրականացվել են COVID-ի շուրջ եւ ըստ այդմ մշակում է ուղեցույցների եւ գործելակարգերը եւ խորհուրդ տալիս երկրներին կիրառել դրանք, պայմանավորված նաեւ այն ուղեցույցները ամենայն դեպս որոնց որ ես եմ հանդիպել բավականին լավ հիմնավորված են, լինում են դեպքեր, որոնք որ երբ նույն օրինակ դիմակների հետ կապված շատ լուրջ ճգնաժամ էր առաջացել բժշկական հաստատությունների, բուժաշխատողների շրջանում դիմակների ապահովման համար, քանի որ գիտեք համաշխարհային պահանջի մեծացման հետ միասին նաև գները լուրջ ֆինանսական խնդրի առաջ էին կանգնեցրել նաև Հայաստանի հաստատություններին, որովհետև եթե դիմակը նախկինում օրինակ գնում էին 5 դրամով, 10 դրամով եւ ներկայումս լավագույն տարբերակը 1 ամիս, 2 ամիս առաջ դա 200 դրամներ, պատկերացրեք թե ինչքան մեծ ծախս ֆինանսական խնդիր է առաջացնում։ Ինչ վերաբերում է փակ կիսափակ հաստատությունների ստանդարտներին,
ունենք թե չունենք, ունենք Պարետի որոշումներով հակամաճարակային միջոցառումների կարգեր կան, որոնք որ հաստատվել են, դրանք բնականաբար իրենց մեջ ներառում են էլի միջազգային ուղեցույցերը, էլի առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները, որոնք որ հնարավորինս ադապտացված են մեր իրականության հետ, որովհետև էլի ինչպես նշեցի հաստատությունների տիպով պայմանավորված խորհուրդները տարբեր են, այդպես ես գիտեմ նաև որ փոփոխվել է կարգը, օրինակ նախկինում եթե մարդիկ գնաց աշխատակիցները սովորական հերթափոխով են եղել, հիմա մի շարք հաստատություններում կա օրինակ 14 օրյա հերթափոխ եւ աշխատակիցները հերթափոխի մտնելուց առաջ թեստավորվում են, բացասական պատասխան ունենալու դեպքում միայն անցնում են թեստավորման եւ նմանատիպ կանխարգելիչ քայլեր արդեն իսկ ձևավորվել են եւ բայց բնականաբար դրանք հաստատվում են, խորհրդատվական կարծիքը վերցնում են միջազգային կառույցներից, ԱՀԿ-ից եւ այլ կառույցներից, նաեւ կան տվյալ նույն ամերիկյան, եվրոպական հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կառույցների հետ համագործակցության շրջանակներում ձևավորվում են այդ գործելակարգերը եւ ընթացակարգերը, որոնք որ տեղում տեղայնացվում են արդեն նախարարի հրամանով կամ Պարետի որոշմամբ կամ կառավարության որոշմամբ եւ արդեն այդ ձևով։ Բնականաբար հնարավորին չափով նաև տեղայնացնելով, եթե կան որոշակի հաստատությունների կամ մոդելների առանձնահատկություններ։ Պատասխանեցի հարցին։ Կարծում եմ, որ բավականաչափ միակ հարցս երևի որ մնաց այդպես անպատասխան, թե կա արդյոք ինչ-որ ստույգ թիվ, թե որքան են վարակվածների թիվը ենթադրենք հոգեբուժական հաստատություններում, որոնց մասին դուք այդպես ավելի ամփոփ տեղեկատվություն ունեք։ Մենք վիճակագրություն առանձին որպես այդպեսին չենք վարել, բայց ունենք հաստատություններ, որտեղ որ կան հաստատված դեպքեր, ունենք պացիենտներ, ովքեր որ հենց ունեն հաստատված կորոնավիրուսային հիվանդություն եւ իրենց բուժումը ստանում են հաստատությունում, ունենք հաստատություններ, որտեղ որ մի քանի օր առաջվա տվյալներով ոչ մի դեպք չի գրանցվել, ունենք աշխատակիցների շրջանում ունենք մեկուսացվածների դեպք, բայց քանի որ հիվանդությանը ընդհանուր ամբողջ Հայաստանում փոփոխվում է նաև տեմպերն են մեծանում վարակման, այդ պատճառով հստակ ստատիստիկա վիճակագրություն ամենօրյա մենք չենք վարում, բայց այս ամենի հետ միասին կանխարգելիչ միջոցառումների հետ միասին կարող ենք փաստել, որ մենք ունենք հաստատություններ, որտեղ այո վարակը ներթափանցել է, թե հոգեբուժական հաստատություններում, թե խնամքի հաստատություններում, որովհետև էլի եմ ասում, մարդիկ ստիպված են լինում գնալ այլ հիվանդանոցային հաստատություններ, աշխատակիցներն են ստիպված լինում գնալ եւ ցավոք ընդհանուր մեծ թվով վարակագիրների պայմաններում կանխարգելել վարակի ներթափանցումը բավականին դժվար է եւ որոշ հաստատություններում անհնար է դարձել, սակայն արդեն ներկայումս ներուժը պետք է հիմնականում ուղղված լինի նաեւ ներսում տարածքների, մեկուսարանների առանձնացվածների ձևավորման համար, որը որ գոնե արկայության դեպքում կամ մեծ թվով հիվանդների դեպքում կկարողանա պատշաճ բուժօգնություն ցուցաբերել արդեն որպես առանձին հիվանդություն, նաև դիտարկելով հիմնական եւ ուղեկցող քրոնիկական հիվանդությունները, որոնք որ ունեն։ Եղավ, շնորհակալ եմ։ Հիմա երևի Տիգրանը պատասխանի հարցին եւ ես երկրորդ շրջանը հարցերի ձեզ կուղեմ, որովհետեւ ունենք եւս բոլորիդ հարցեր ունենք ուղված։ Շնորհակալություն հարցի համար, իրականում ես փորձեցի կարճ նշեմ, ինչ դավադրություններ, ինչ դավադրական տեսություններ կան տեղային, հա, այսինքն ոչ թե բերովի վիրուսի նման արդեն գործող եւ ոնց են անդրադառնում, ոնց են տրանսֆորմացվում համաճարակի օրերին, իրականում դա մեծ կապ ունի մեր տարածաշրջանի հետ եւ բոլոր այդ կոնֆլիկտային տարածքների հետ, որ մենք արդեն ունենք, որտեղ տեղային դավադրությունները դա հայ-թուրքական, հայ-ադրբեջանականն են եւ հարևանների հետ հայ-վրացականը, չէ ասի, որ դա հենց տեսություն է դավադրությունների, որովհետեւ օրինակ վրացականը դա ինչ որ տենց
վստահության պակասություններ երևի կամ մանիպուլյատիվ դիսկուրսի ինչ որ տեսակ էր, երբ որ Առողջապահության նախարարը հայտարարեց, որ ունի կասկածանքներ, որ Վրաստանում թվերը ստում են կամ չգիտեմ, այդքան էլ կոռեկտ չեն տալիս թվերը, դա մի փոքր տենց դրվագ էր, մյուսը ինչ որ ես նկատել եմ նաև մեր գործընկեր Գայանեն Շակոյան ինքն էլ էր սոցցանցերում եւ մեդիաներում չէ, բայց սոցցանցերում նկատել դա հայ-թուրքականներ, ու ինձ թվում է դա սրացավ այն պահին, երբ Թուրքիայից հայկական հայ ուրեմն դիասպորան կամ չգիտեմ Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիները փորձեցին վերադառնալ եւ վերադարձան, եթե չեմ սխալվում, Վրաստանով, ինչ որ բաներ էին պատրաստել հատուկ ինքնաթիռ էր թե չէ, չեմ հետևել, բայց ամեն դեպքում հենց այդ դեպքերից հետո սրացավ այդ հայ-թուրքական թեման, դավադրական իբր Թուրքիայից է բերվում այդ վիրուսը եւ այլն, դա նույնպես այդքան տեսություն hate speech-ի հետ տենց զուգահեռ գնացող դիսկուրս էր, որ տարածվում էր մեդիաներում եւ սոցցանցերում, հայ-ադրբեջանական թեման իհարկե արդեն դուք Հրանտի հետ քննարկեցիք, թե ինչ պատճառներ են եղել նման դավադրական տեսությունների եւ նույնպես պատրաստ չեմ մեկնաբանել, այսինքն այդ պատճառները ունեն ինչ որ հիմքեր իրանց հետևում թե չէ, բայց ամեն դեպքում արդեն սոցցանցերի ու մեդիայի դիսկուրսը փոփոխություն կրեց ու սկսեցին տարածվել։ Դա այդ 3 կետն են կապված մեր հարևանների ու կոնֆլիկտների հետ եւ մյուս խումբը տեղային դավադրությունների դա ուրեմն բիզնեսի հետ կապ ունեցող այն ինչ որ Դավիթն էր ասում դիմակների մասին, եթե հիշում եք առաջի 2 ամիսը, երբ որ չկար այդքան ինֆորմացիա գլոբալ համաճարակի մասին, կար ավելի շատ տեղային ինչ որ արգելափակումներ եւ այլն, շատ անգամ մարդիկ մտածում են, թե ինչ որ բիզնես փորձում է այս ինֆորմացիան տարածել, որ օգտագործի իր շահերի համար եւ այլն, այդ դիմակների դեֆիցիտը, այդ ձեռնոցների ու ալկոգելի բարձր գները եւ այլն։ Դրանք հենց բերեցին այդ ինֆոդեմիայի կրկնապատկման ու ուշեղացրածմանը։ Երևի այս 2 խումբը կարելի առանձնացնել, պես տեղային, չնայած ասեմ, որ հիմա արդեն 2020 թվականում շատ բարդ է դառնում տեղայինը եւ գլոբալը տարանջատել։ Օրինակ հենց նույն դավադրաբանությունը, որ մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը իր ելույթում Golden Palace հյուրանոցի հետ կապված, անհասկանալի է դա տեղային թեմա է, թե արդեն ինչ որ գլոբալ թեմա է, որ ունի իր ուրեմն կոնկրետ մեկնաբանությունները ստեղ Հայաստանում։ Այդքանը, եթե կարելի հարցեր պատասխանեմ։ Ալեմ, շատ հետաքրքիր է իրականում այս ամենը, երևի կարդամ եւս 4 հարց եւ երևի կփորձենք համառոտ ամփոփել, եթե այլևս հարցեր իհարկե չլինեն։ Ուրեմն այս հարցը ուղղված է Դավիթին, Թամար Հայրապետյանի կողմից, մեզ մոտ պոլիկլինիկաներում թեստերի արժանահավատությունը բժիշկների հավաստմամբ չգերազանցում 60-ից 70%-ը։ Այդպիսի տվյալները որքանով կնպաստեն պատկերը ամբողջական տեսնելուն։ Մյուս հարցերը ուղղված են եւս Դավիթի Հրանտին եւ բոլորիդ, եւ Տիգրանին, ուրեմն Գայանե Շագոյանն է ուղում հարցը Դավիթին եւ Հրանտին, ինչպես կարելի է գնահատել բժշկական հաստատությունների հետ կառավարության աշխատանքը, դրանց զգալի մասը սկզբում չներառելը ծրագրերում, իսկ հիմա հակառակը մեկ կենտրոնից ղեկավարելու տարբերակի քննարկումը, այսինքն արդյոք ճիշտ է մեկ կենտրոնից ղեկավարելը, թե
երկու տարբեր կենտրոններից, այսինքն բժշկական հաստատություններից եւ պարետատնից։ Նմանատիպ մի հարց է ուղղել նաեւ Դալալյան Տորքը։ Արդյոք հակասություն նկատել եք առողջապահության նախարարության եւ պարետատան գործողություններում եւ ուղերձներում կապված համավարակի ազդեցության նվազեցման եւ չեզոքացման հետ կապված, եւ եթե այո, ապա կնշեք որոշ կետեր, այսինքն նորից մեկ կենտրոնից ղեկավարվելու թե այդ հաղորդակցության, իրենց միջև հաղորդակցության պակասի խնդիրը որքանով եք դուք կարևորում, եւ վերջին հարցը նորից Գայանե Շագոյանը ուղղում է Տիգրանին, ինչպիսի հաջողված փորձեր կան պայքարելու դավադրական տեսությունների հետ, հատկապես այս կոവിഡ്ի պայմաններում Հայաստանում եւ արդյոք կան նման փորձեր։ Այսքանը այս պահին։ Երևի նույն հերթականությամբ ոնց է, որտեղ այդպես կարծես թե միմյանց չենք խոչընդոտում հարցերին պատասխանելու։ Ջան։ Դե ուրեմն սկսեմ։ Բժշկական հաստատությունները եւ կառավարությունը այս թեմայի մեջ ես շատ խորը չեմ մտնի, որովհետեւ իմ մասնագիտական թեման չի։ Ուղղակի մի դիտարկում անեմ, որ կարծես թե այս համավարակի ժամանակ ընդհանրապես կառավարությունը եւ կառավարության առանձին անդամները իրանց վրա չափից շատ վերցրեցին, այսպես կարճ այսպես ասեմ։ Պարետատան հետ կապված ես այդ թեզը ուղղակի չհասցրեցի բացել, ընդհանրապես պարետատան աշխատանքը նախ պարետ նշանակելուց սկսած մինչև պարետը ամբողջ երկրով մեկ ունենալը եւ այդ աշխատանքի որակը եւ այդ ամեն ինչը պարետատան աշխատանքը եւ միջամտումը անընդհատ այդ բժշկական հարցերին իմ համար անհասկանալի էր, այսինքն եւ վերջին հաշվով պարետատան մասին խոսելիս մենք մի բան պետք է հասկանանք, պարետատուն պետք է զբաղվի անվտանգությամբ տվյալ դեպքում առողջությամբ, այլ ոչ թե ֆինանսներով եւ այլն, որը արկա էր եւ որը եւս իմ կարծիքով այստեղ խանգարեց նույն վարչապետին որոշումներ ընդունելու մեջ։ Տիգրան ջան, շնորհակալ Ես կարող եմ պատասխանել, հա, թե Դավիթն է։ Էվիակո անջատած է միկրոֆոնը։ Հերթականությունը ես խախտեցի, կներեք, հա, Դավիթը հերթապատասխանել։ Շատ լավ, նախ անդրադառնամ թեստերի արժանահավատության հարցին։ Նայեք, թեստերը տարբեր են, դա հենց ամենաառաջին եւ հիմնական խնդիրն է ընդհանուր առմամբ պատկերացնելու թե թեստավորումը, թե թեստի պատասխանը եւ որքանով է արժանահավատ այդ թեստի պատասխանը եւ որքանով է այն փաստում վարակված լինելու կամ հիվանդացած լինելու արկայություն ունենք։ Մենք ունենք մի քանի տեսակի թեստեր, դրանք հիմնականում մեզ մոտ կիրառվող առողջապահության նախարարության կողմից կիրառվող, այսինքն երբ որ մենք տեսնում ենք դրական թեստավորում, դա գիտենք, որ հստակ արված է պոլիմերազային շղթայական ռեակցիաներ, նույն ՊՇՌ թեստերը, որը որ վերցնում են կոկորդից եւ քթի խոռոչից, դրանք ներկայումս ամենավստահելի եւ հավաստի տեղեկատվություն տվող թեստերն են, թեստերի հաջորդ տարբերակը դա հակամարմինների թեստերն են, որոնք որ հիմնականում այստեղ է առաջանում խնդիրը, երբ քանի որ մարդը կարող է վարակված լինել հիվանդությամբ, բայց նրա օրգանիզմում հակամարմինների բավարար քանակություն ձևավորված չլինի, հետեւաբար հակամարմինների թեստի բացասական արդյունքը միանշանակ չի կարող չվարակվածության փաստ հանդիսանալ։ Եվ այդ առումով բայց նաև այն պաշտոնական վիճակագրությունը, որը մենք ստանում ենք, դա ստանում ենք նախարարության կողմից կիրառվող ՊՇՌ թեստերի մասին, ունենք նաև նույն այդ rapid թեստերը, որոնք որ իրականացում են արագ 20-30 րոպեվա ընթացքում, եթե չեմ սխալվում, դրանք նույնպես չեն կարող միանշանակ բացառել հիվանդության արկայությունը։ Ամենամեծ ճշմարիտ
թեստեր եւ այսպես մեր դրական արդյունքներ պաշտոնական վիճակագրությամբ եկող դրանք ՊՇՌ թեստերն են։ Ինչ վերաբերվում է միասնական համակարգում եւ այսինքն մեկ տեղից կամ բայց ես ենթադրում եմ, որ հարցը նաեւ հարցը ոչ թե պարետատուն եւ առողջապահության նախարարություններ, այլ վերջերս առողջապահության նախարարության էջում, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթ առաջ շրջանառվեց այն տեղեկատվությունը, որ նախարարությունը նոր օրենսդրական փաթեթ է մշակում, որպեսզի այս արտակարգ դրության պայմաններում կենտրոնացված կառավարում ունենան, այսինքն, բայց այս դեպքում արդեն անկախ հուշահաստատության ենթակայության եւ սեփականության ձևից, այսինքն նաեւ մասնավոր ընկերությունների մասին է այստեղ կարծում եմ, ենթադրում եմ, որ խոսքը գնում է դրա մասին եւ նախկինում չներառված եւ ներկայումս ներառված մեկ տեղից համակարգելու մասին, պետք է նաեւ հասկանանք, որ այս ընթացքում, քանի որ այն վարակի տարածում աստիճանական process է եւ հաստատությունները վերապրոֆիլավորվել են աստիճանաբար, այսինքն կախված նաեւ կարիքից եւ նաեւ ներկայումս, քանի որ արդեն մեծանում է վարակվածության տեմպերը, վարակված անձանց քանակը, այդ պատճառով նաեւ այս օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը ենթադրում եմ, որ եկել է, բայց քանի որ օրենսդրական փաթեթին դեռևս ծանոթ չեմ եւ նշել էր, որ եթե չեմ սխալվում, հաջորդ շաբաթվա ընթացքում, այսինքն հավանաբար այս շաբաթվա կամ հաջորդ շաբաթվա ընթացքում օրենսդրական փաթեթը պետք է ներկայացվի ազգային ժողով, հենց այդ ժամանակ էլ նաեւ մի շարք հարցերի պատասխան կստանանք, թե նաեւ ինչ է դա իրենից ենթադրում, որովհետեւ այս պահին մենք ունենք ընդհանրական տեղեկատվություն, որ նաեւ նույն տնօրենների նշանակումը նշված հաստատություններում, նախարարի ցուցումների իրականացում եւ այլն, եւ նաեւ այդ կառավարման մոդելի փոփոխությունը հստակորեն պետք է այդ օրենսդրական նախաձեռնությունում արտացոլված լինեն, հետեւաբար նաեւ պետք է անցնեն նույն այդ հանձնաժողովներով, նույն ազգային ժողովում պետք է քննարկվեն, բայց առողջապահության նախարարապես տեղեկացրել է, որ այդ օրենսդրական փաթեթը գտնվում է մշակման փուլում, որպեսզի, այսինքն կենտրոնանա նաև կառավարումը այս դեպքում, բայց թե ինչ է ներառելու եւ ինչ է իրանից ենթադրելու այդ փոփոխությունները, քանի դեռ չունենք փաթեթը, չեմ կարող ասել, թե ինչքան արդյունավետ անցում է կամ այն իրենից ենթադրելու այս դեպքում։ Այսինքն, եթե ճիշտ եմ հասկանում, եւ ձեր ասացից եւ Հրանտի ասացից ները այնուամենայնիվ իրար խանգարել են այս ընթացքում եւ այդ ուղղությամբ այս պահին այդ օրենսդրական մասը բարելավում է, որպեսզի իրենց միջև հաղորդակցությունը կամ ամեն դեպքում չեզոքացման միջոցառումները մի կենտրոնից ղեկավարվեն, այլ ոչ տարբեր մարմիններից, որը ուղղակի այդ ժամանակի պահանջներ, քանի որ աստիճանաբար էր պանդեմիան տարածվում Հայաստանում։ Ըստ տարածված այս տեղեկատվության, որը առողջապահության նախարարության կողմից է տարածվել պաշտոնական Facebook-յան էջից, կենտրոնների կառավարումը պետք է փոխանցվի առողջապահության նախարարությանը։ Այսինքն պարետատան մասին նախնական տարածված հայտարարության մեջ նշում չկա։ Ինչ վերաբերում է պարետատուն եւ առողջապահության նախարարության միջև մեսեջները եւ ընդհանրապես իրենց միջև հաղորդակցությունը, քանի որ ինք պարետատունը, այսպես ասած, նաեւ բազմամասնագիտական խումբ է իրանից ենթադրում եւ ոչ մեկ պարետ որոշում կայացնող եւ քանի որ նա կառավարության անդամներն են ներգրաված պարետատան աշխատանքներում, հետեւաբար կարծում եմ, որ ամեն դեպքում առողջապահության նախարարությունը իր բոլոր որոշումներում իր կարծիքը արտահայտելու հնարավորություն է ունենում, մինչև դա դառնում է պարետի որոշում։ Այսինքն չեմ կարծում, որ առողջապահական որոշումներ կայացվեն առանց առողջապահության նախարարության կամ նախարարի իմացության կամ խորհրդատվական կարծիքի, կարծում եմ նաև պարետատան հենց իմաստն ի սկզբանե ստեղծման հենց դա էր, բայց այս նույն կենտրոնացված կառավարման մոդելի մասով խոսքը գնում է հենց առողջապահության նախարարության կառավարմանը անցնելու մասին եւ ոչ պարետատան մասին, բայց ելի եմ ասում, քանի պաշտոնական օրենսդրական նախաձեռնությանը ծանոթ չենք, այս պահին
մոտ մեկ շաբաթ առաջ գնացած հայտարարության մեջ հենց այդպես է նշում։ Հավանաբար առաջիկա մի քանի օրերի ընթացքում ենթադրում եմ ըստ տվյալների պետք է որ արդեն ունենանք նաև նախագիծը։ Բարձ է, եղավ, շնորհակալ եմ։ Տիգրան ջան։ Շնորհակալություն, բացի նրանից, որ հաղորդակցման խնդիրներ եւ այլը, ինձ հետաքրքրում է ավելի շատ մեդիա դաշտում թե ոնց են ներկայացվում, հա, պարետատան որոշումները եւ առողջապահության նախարարության եւ ընդհանրապես բժիշկների որոշումներն ու կարծիքները ոնց են ներկայացվում, այստեղ նույնպես բավականին անհասկանալի իրավիճակ էր որոշ ժամանակ շարունակվում տեղի ունենալ, երբ պարետատան որոշումները մարդիկ պարզապես չէին կարողանում գտնել եւ հասկանալ, որտեղից ոնց գտնել այդ կայքը։ Ու եթե նկատել եք, անդադ նոր ինչ որ լուծումներ են գտնում իշխանությունները, այսինքն սկզբից դա ուղղակի հղում էին անում ինչ-որ կայքի, հետո սկսեցին այդ բանավոր ձևով հայտարարությունները եւ այլն, հետո նոր հասան մեդիաների ու մանրամասնել, բացատրել մեդիաների միջոցով։ Իսկ ինչ մնում է առողջապահական մասը, բժշկության մասը եւ մինչեւ հիմա չգիտեմ ոչ մի նյութ պատրաստված մեդիաների կողմից, հա, մեդիա նյութ, որտեղ կխոսեն բժիշկները, տեղացի բժիշկները կխոսեն ընդհանուր համաճարակից ու վիրուսի բնութագրից, այսինքն մենք ունենք որոշ մեդիա նյութեր, որտեղ ցույց են տալիս տուժվածներին, հիվանդանոցային իրավիճակը, ինչ որ տենց նարատիվներ են ավելի անձնական, հա, թե ինչի է բերում դա, ինչ տուժողներ կան եւ այլն, բայց չունենք հստակ ինչ որ ձևակերպումները բժիշկների կողմից ու մեկ ստացվում են հենց կարծիք կարող լինի, որ մենք չունենք ընդհանրապես մասնագետներ, բայց կարծում եմ, որ մասնագետներ ունենք, պարզապես չկա մեդիա այդ դաշտը, հա, համապատասխան ձևով պատրաստված ու ուղղված մարդկանց։ Երկրորդ հարցը, ինչ Գայանեի հարցը, հա, տարբեր դավադրաբանություններ ուրիշ երկրներում, հենց նույն էլի կապ ունի հենց մեդիա դաշտի հետ։ Ես զուգահեռ հետևում եմ ինչ որ կատարվում է մեր տարածքում ու հետևում եմ ինչ է կատարվում տարբեր եվրոպական երկրներում, հիմնականում նայում եմ ֆրանսիական մեդիաները, ու ես տեսնում եմ օրինակ հենց այդ դավադրությունները, որ ես ասեցի դիմակների հետ եւ բիզնեսի հետ, որ հայտնվեցին Հայաստանում ու որոշ չափով միջոցություն ունեն ու շատ մարդիկ չեն կրում դիմակներ, օրինակ, որտեղ մտածում են, որ դա ինչ որ մեկն է եւ իրենք չեն ուզում լինել այդ ընդհանուր սիստեմայի ինչ որ մի մասնիկը։ Դա հասկանալի է որտեղից է գալիս եւ ես հետևում եմ ոնց են անում եվրոպական երկրները, օրինակ ֆրանսիական մեդիաները անընդհատ տարբեր ալիքներով հենց այդ դիմակները ստեղծող տարբեր կազմակերպությունների տալիս են ինչ-որ ժամանակ եթերում, որ իրենք պատմեն, թե ինչից են պատրաստում այդ դիմակները, թե ինչ տարբեր դիմակներ կան, ինչով են տարբերվում, թե պետք է բժիշկները կրեն sense դիմակ, սովորական մարդիկ փողոցում կարող են կրել sense դիմակներ, այսինքն այդ մաքսիմալ ինֆորմացված բանը մեդիա դաշտի կողմից իրազեկ քաղաքացին պլյուս տարբեր գործարարներ, տարբեր բժիշկներ եւ մասնագետներ, ովքեր ունեն հնարավորություն եւ մեդիան անդադ հրավիրում է իրենց, որպես բանալ որ լուսաբանեն ընդհանրապես տարբեր կողմերը այս մեծ գերխնդրի։ Դա ցավոք չկար ու մինչև հիմա ես նկատում եմ, որ ոչ մի այդպես լուրջ աճ մեդիում չի կատարվում, փոփոխություններ չեն կատարվում ու ինչպես ասեց Հրանտը, երևի էս թվերի կայունությունն ու կամ նվազելը, հա, չգիտեմ, ավելի շատ կապված են ոչ թե ճիշտ աշխատանքի հետ մեդիայի կամ կառավարությանը մեդիայի միջոցով, այլ ուրիշ տարբեր եղանակից եւ ասենք թե մարդկանց արդեն սովորություններից, հա, որտեղ իրանք ինչ որ մի պահ գալիս է, երբ որ բարեկամները դժում են կամ մահացածներ են հայտնում բարեկամների կամ ծանոթների թվում, նրանք սկսում են ավելի զգայուն լինել համաճարակի ու վիրուսի հանդեպ։ Եթե պատասխանեցի։ Շնորհակալ եմ։ Իրականում ունենք
էլի հարցեր, որոնք ավելի շատ վերաբերում են բժշկության ոլորտին, երևի համառոտ երկուսը ներկայացնեմ, երևի այդ հարցերը հիմնականում Դավիթին են ուղղված եւ կփորձենք ամփոփել, որովհետեւ իրականում մեր ժամանակը անսահման չէ։ Այսպիսով հարցերից մեկը ուղղում է Անգելա Ավագյանը եւ հարցնում է կա որևէ հետազոտություն, որտեղ կոնկրետ նշված է հիվանդությունների դեպքում որ հակացուցված լինի դիմակ կրելը, այսինքն կոնկրետ որ հիվանդությունների դեպքում մարդը կարող է չկրել դիմակ, եթե ենթադրենք աշխատանքային օրվա ընթացքում օրենքը պարտավորեցնում է իրեն կրել 8 ժամ եւ ավելի, դիմակը։ Մյուս հարցը նորից Տոնիկ Դալալյանն է ուղղում, երևի էլի հարցը ուղղված է Դավիթին հիմնականում, եթե որոշ բժշկական հաստատություններ կամ կազմակերպություններ կոպիտ ասած գումար են աշխատում թեստեր անելով, ամեն թեստից վաստակելով 25000 դրամ եւ պատասխանը տալիս են միայն 4 օր հետո, արդյոք որքանով են այդ թեստերը եւ ինչքանով է այդ գործելավոճը նպաստում, որպեսզի վարակը կանխվի։ Մյուս կողմից որքանով է դա բարոյական, արդյունքը դեր չունի այստեղ որոշակի կարգավորումներ չունի այս առումով, որպեսզի այդ մասնավոր կլինիկաների գործելավոճը ինչ-որ ձևով վերահսկի։ Գուցե այս հարցին կարող է նաև Հրանտը որոշ չափով պատասխանել եւ նաև ամփոփելու համար երևի բոլորիդ եմ ուղղում այս հարցը, երևի շատ համառոտ կխնդրեմ պատասխանել։ Վերջի վերջո արդյոք կան սխալներ, որովհետեւ մենք այս օրերի ընթացքում ստացանք բազմաթիվ այդպես քննադատական մեկնաբանություններ, որ իրականում պետք չէ պետությանը մեղադրել, մեղավոր է մեր հասարակությունը եւ երևի այդպես շատ բան չանեմ, չերկարացնեմ հարցերը։ Նույն երևի սկզբունքով Հրանտ ջան։ Ես բժշկական հարցին եկեք չպատասխանեմ, հասարակության հետ կապված, դե իհարկե հասարակությունը չէր ուզում կարանտին պահել, չէր հասկանում վարակից, բայց իմ խորին գնահատմամբ հասարակությանը մեղադրել սխալ է եւ սխալ է ես դա համարում, երբ ցանկացած ընտրություններից հետո ընդդիմությունը սկսում է այ բնակչությունը սենց կամ նման այլ դեպքերում իմ կարծիքով սա կազմակերպչական խնդիր է, այո, կան առանձնահատկություններ, բայց ունենք կողքից բազմաթիվ օրինակներ, որտեղ պետությունը չնայած որ նման մշակութային հատկությունների կարողացել է դա կազմակերպել եւ ինչու չենք կարող մենք դա անել, ավելին ասեմ, հիշենք ապրիլի սկիզբը դա ստացվում էր, այսինքն դա հենց այդպես չի, որ դա հնարավոր չի կազմակերպել Հայաստանում։ Եվ կարծում եմ, որ նույնիսկ բացառված չի, որ ինչ-որ պահից կկարողանանք նորից վերահսկողության տակ վերցնել իրավիճակը, այսպիսով էլ եմ ասում, վերնախավը իշխանությունը դրա համար գոյություն ունի, որ նաև հաշվի առնելով բնակչության մոտեցումները, բայց ավելի շատ իր վրա պատասխանատվություն վերցնելով կազմակերպի հոգ ստանի ուրիշների համար, բնակչության համար եւ նրանց խնդիրները լուծի։ Իրականում կարող գրեթե համամիտ եմ քեզ հետ, Դավիթ ջան։ Ես որպեսզի ավելի մանրամասն նույն դիմակների կրելու հետ կապված հետազոտում միանշանակ դիմակներ կրել անհրաժեշտ է, պետք է հատկապես փակ տարածքներում, եթե գտնվում եք, այսինքն դիմակների մասին խոսելիս պետք է հասկանալ, թե ինչի ենք մենք գրում դիմակը, հա, այդ նույն դիմակների տարբեր տեսակի դիմակներ ունենք, մենք վիրաբուժական դիմակներ, ռեսպիրատորներ եւ այլն, որոնք որ յուրաքանչյուրը ունի իր
այսպես ասած դերը յուրաքանչյուր մասնագետ պետք է իմանա եւ յուրաքանչյուր իրավիճակում որ դիմակն է անհրաժեշտ գրել, որոնք որ էլի, այսինքն սխալ կիրառությունը նույնպես բերում է ճգնաժամի նույնպես դիմակների ոլորտում, օրինակ եթե բուժաշխատողների համար նախատեսված դիմակները մեկ էլ սկսում են գրել քաղաքացիները դրսում, սա բերում է այդ լուրջ խնդրին, որ բուժաշխատողները իրականում մնում են առանց դիմակի։ Ունենք նաև դիմակների մասով ես խոստանում եմ մեկնաբանությունում տեղադրել այն բոլոր հենց գրած, որպեսզի նաև երկար չխոսեմ դիմակների մասին, խոսում է այն մասով, որ չգիտեմ թթվածնի քանակությունն է նվազեցնում, ածխաթու գազինն է մեծացնում, սնկային հիվանդություններ եւ այլն, այս ամեն ինչը պետք է դիտարկել միայն այն ժամանակ, երբ մենք գրում ենք դիմակները սխալ, այսինքն եթե դիմակը նախատեսված է 3 ժամ գրելու համար առավելագույնը եւ այն գրում են օրինակ 8 ժամ, բնականաբար դա մեծացնում է լրացուցիչ ռիսկերը, ինչպես նաեւ նվազեցնում է դիմակի որպես պաշտպանիչ հատկություն ունեցող պարագա, հանրատական պաշտպանության միջոց իր ֆունկցիան։ Դիմակների մասով ես խոստանում եմ ավելի մանրամասն տեղեկատվություն մեկնաբանություններում նշել, բայց որպես այդպիսին ես այսքան ժամանակ տեսել եմ մեկ անգամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, այսինքն թոքերի սուր խնդիրներ ունեցող անձիկ, ովքեր որ համավարակի այս պայմաններում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն իրենց մեկուսացման, շփման շրջանակի հետ, այսինքն այս անձիկ, եթե նաև նրանք նմանատիպ հաստատություններում, բնականաբար պետք է նաև իրենց ամենօրյա ամբողջ օրը իրենց հսկողությունը պահպանեն, որպեսզի բնականաբար չավնչվեն վիրուսի հետ, հատկապես եթե դիմակներ գրելու հետ կապված դժվարություններ ունեն, սակայն առանձին որ լինի հիվանդությունների ցանկ, որ ունենալու դեպքում դիմակներ կարող են անձիկ չգրել, այսինքն եթե բանը հասնում է նրան, որ անձիկ կարող են դիմակ խանգարում է դիմակը նրանց, ուրեմն նրանք առավելագույնս պետք է խստորեն հետևեն իրենց կանոններին, մեկուսացման եւ այլ լրացուցիչ աշխատանքներին, որոնք որ պետք է տարվեն չվարակվելու համար, որովհետև այստեղ մենք ունենք երկկոմպոնենտ, հա, եթե սոցիալական հեռավորություն, դիմակ եւ ախտահանում, եւ այս երեքի միաժամանակ կիրառումն է, որ նվազեցնում է ռիսկը վարակման, եւ դրանցից յուրաքանչյուրի չկիրառումը էլի բավականին մեծացնում է վարակման հավանականությունը, դրա համար սրանք միշտ երեքով, այսպես ասած, միասին են գնում։ Ինչ վերաբերում է թեստերին, թեստերի մասով այո, եղել են քննարկումներ այն մասով, որ նախարարությունը նշել է, որ ես նախարարության կողմից կան հաստատված լաբորատորիաներ, որոնց նախարարությունը անմիջականորեն վերահսկում է, հետևաբար կարող է նրանց կողմից տրված արդյունքները համարել վստահելի եւ մյուս լաբորատորիաների մասով եթե չեմ սխալվում այդ ժամանակ կար կոչ, որ կոչ էին անում, որպեսզի չիրականացնեն հետազոտություններ եւ այլն, բայց թե պոլիկլինիկական հաստատություններում ինչ հետազոտություններ են իրականացնում, որ թեստերն են իրականացվում, ես էլի առաջարկում եմ, որ նույն մեկնաբանությունում ես պատասխան ուղարկեմ թեստերի տարբեր տեսակների, ինչպես նաեւ դրանց պատասխանները վերլուծելու մասով, եւ եթե հարց ուղղողը ունի կա որևէ մի դեպք հստակ case, որը որ օրինակ ցանկանում եք քննարկել, մենք կարող ենք նույնպես դա քննարկել օրինակ անձնական նամակների միջոցով հասկանալու համար թե ինչ իրավիճակ է եւ ինչ լուծում կարող ենք առաջարկել այս դեպքում խնդիրը իրոք եթե առկա է բարձրաձայնելու քննարկելու մասով։ Ինչ վերաբերում է սխալներին, սխալներ կարող ենք ասել, որ կան այնքանով, որքանով օրինակ հոգեբուժական հաստատություն դիտորդական խմբի մուտք գործելուց հետո օրինակ անձնակազմը գրում է դիմակ, բերում է ալկոգել, որը որ պետք է լինի այդտեղ դրված նախքան նրանց մտնել, այսինքն եթե մենք ունենք վերահսկողություն, մենք տեսնում ենք, որ մի շարք սխալներ անգամ ուղղվում են տեղում, հետևաբար այսինքն լինում են եւ տեղում նույն դիմակների ճիշտ կրելը, նույն ախտահանման աշխատանքների վրա կրելը, սա ոչ միայն հասարակության լայն շերտերի անձնական պատասխանատվության խնդիրն է, նաև այս հաստատություններում եւ այլ հաստատություններում աշխատող նեղ մասնագետների խնդիրն է այնքանով, որքանով իրենք կպահպանեն այդ հակահամաճարակային միջոցառումները որպես մասնագետ, որպես ախտահանող, որպես սանիտար, որպես բուժքույր, որպես բուժաշխատող, այսօր մենք ունենք այո
բուժաշխատողները ահռելի մեծ ծավալով աշխատանք են տանում բոլոր հարթություններում, շտապօգնության ծառայությունում, ուղիղ COVID-ի հետ աշխատող բուժաշխատողները եւ ցավոք մենք ունենում ենք բուժաշխատողների վարակման դեպքեր, որը որ այս դեպքում մենք չենք կարող խոսել հիմնականում այն խնդիրներից, որքան թե այդ հատվածում վարակման վիրուսի կոնցենտրացիան, այսպես ասած, այնքան մեծ է, որ անգամ այդ կանոնների խստորեն պահպանման դեպքում մեկ է չենք կարողանում լիարժեք պաշտպանվածություն ապահովել եւ այդ մասով կարող եմ ասել, որ հավանաբար լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների կարիք կան առանձին հաստատությունների դեպքում շատ կարևոր է, որպեսզի նույն այս հանրային վերահսկողություն իրականացնող մարմինները, դիտորդական խմբերը եւ այլն կանոնները պահպանելու դեպքում ունենան անխոչնդոտ մուտք հաստատություններ եւ հակահամաճարակային միջոցառումները վերահսկելու եւ կանխարգելելու մասին, որովհետեւ մենք նաեւ այո հաստատություն ունենում ենք դեպքեր, երբ որ փորձում են օրինակ խոչընդոտել մուտքը հաստատություն եւ այդ մասով մնում է փակ թե հաստատության ներսում այո չունենք COVID-ով դեպք, բայց նաեւ պետք է հասկանանք թե ինչի հաշվին եւ ինչ սահմանափակումների հաշվին իրականում եւ մարդու իրավունքների այդ ազատությունների ինչ սահմանափակումների արդյունքում ինչ գին ենք մենք վճարում, որպեսզի ներսում մենք չունենանք վարակման դեպքեր օրինակ։ Այսքանը երկու լրացուցիչ հարցի մասով եւ խոստանում եմ առանձին անդրադառնալ մեկնաբանությունում, որպեսզի շատ երկար չխոսեմ։ Շնորհակալ եմ։ Մեկնաբանություններում խնդրում եմ մեր միջոցառման հայտարարության տակ եղած մեկնաբանություններում կամ live stream-ի տակ մեկնաբանություններում տեղադրեք, որովհետև այս Zoom հարթակում բացի մեզնից Ես հարցերը տեսնում եմ, դրա համար նաև live stream-ի տակ ես կպատասխանեմ ավելի փաստերով եւ աղբյուրներով, որպեսզի առանձնահավատ լինի տեղեկատվություն։ Շնորհակալ եմ։ Ես երևի երկու խոսք ընդամենը ասեմ ընդհանուր իրավիճակի ու այն նրա մասին, ինչ որ մենք անվանում ենք ինֆոդեմիա, հա։ Հիմա եթե Դավիթը պատասխանում է, մինչև հիմա արդեն հունիսը ավարտվում է եւ այս միջոցառման live stream-ի տակ հարցեր են տալիս դիմակների մասին, թե կան հետազոտություններ, չկան հետազոտություններ, ինչքան հասցրեցի ես կարդալ մեկնաբանությունները, դա հենց ցույց է տալիս, որ ինչքան ինֆորմացիա է, նաև ինֆոդեմիան նշանակում է ինֆորմացիայի դեֆիցիտը, հա, պակասությունը։ Այսինքն մարդիկ սպասում են, երբ կգա մասնագետ եւ կպատասխանի իրենց հարցերին։ Ու իրականում մենք հիմա անում ենք այն աշխատանքը, որ պետքա մենք չանեինք, հա, Դավիթը անում է այն աշխատանքը, որ պետքա անել այլ մարմիններ, հա, այլ հաստատություններ եւ ես հիմա հիշեցի, որ նաեւ կային ուրիշ հարցեր, այսպես ասած, գոհություններ, որ այս միջոցառմանը չեն գրավիրել համաճարակաբան, հա, ատուկ մասնագետ եւ այլը, ինձ թվում է դա մեր վատ սովորույթ նախկին իշխանություններից ժառանգած, որ քաղաքասարակությունը անընդհատ պետք է կատարի այն աշխատանքը, որ պետք է կատարեր կառավարությունը, պետք է կատարեն իշխանությունները եւ այլն։ Ոչ, մեր գործը համաճարակաբան ու մեդիա դաշտը փակել համաճարակաբաններով դա չի, մեր գործը պարզապես ուղղությունները ցույց տալը եւ ինչ որ բաց տեղերը ցույց տալն է։ Մնացած գործը երևի հենց իշխանությունների իրանց գործերն են եւ հուսամ, որ նման քննարկումները ունենան իրենց օգուտը եւ արձագանքը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ բոլորիցդ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հույս ունեմ որոշ բացերի մասին փորձեցինք խոսել, գուցե որոշ հարցերին չհասցրեցինք պատասխանել լիարժեքորեն, բայց հույս ունեմ գոնե ինչ-որ մի խոսակցություն կբացվի նաև այս հարցերի շուրջ կամ գուցե այս մեր քննարկումը կունենա ինչ-որ կոնստրուկտիվ նշանակություն։ Երևի այսքանը։ Բոլորիցդ շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն Այլեն։ Շնորհակալություն։ Ինձ